Այսօր ներսարի բեմը լցվելու է համով, ոճով ու էներգիայով։ Առաջինը ինֆլուենսեր, բլոգեր, որը կարող է գեղեցիկ ներկայացնել նույնիսկ տապակած ձվի փիլիսոփայությունը, Էվելինա Խանոյան։ Իսկ դադարից հետո ներսում են մարդիկ, ովքեր ստեղծում են համը ոչ թե էկրանին, այլ իրականում, Արամ Արաքելյան եւ Մարիամ Ղարդյան։ Կյանքի համը, հաջողության բույրը եւ մի քիչ հումոր, այս ամենը հիմա սկսվում է։ Երեկո ներսարի գիշերային շոուի հավատարիմ մարդիկ, մենք կրկին եթերում ենք եւ դա հիասքանչ է։ Գիտեք, հիմա ամեն ինչ կարելի է ներկայացնել ինֆլուենսորական ոճով։ Նույնիսկ եթե պարզապես ջուր ես խմում, պետք է ունենաս #watermood, stay hydrated, clear skin, ու հիմա ամեն մարդ ինֆլուենսեր է։ Միայն մեր պապիկներն են մնացել, որ ասում են դե լավ, էս ինչ է ինֆլուենսեր, հա, ինֆլուենսեր, ոնց ինֆլուենսեր, այդ գինի է, բայց անկեղծ ասած, ես սիրում եմ այն մարդկանց, որոնք իրենց գործն անում են յուրահատուկ ոճով, խելքով ու առանց չափազանցության։ Այսօր հենց այդպիսի հյուր ունենք։ Բայց նախքան հյուրին դիմավորելը ողջունենք մեր բենդին Ruslan and Friends, տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք, վստահ եմ լավ երեկո ենք ունենալու միասին եւ հիմա ժամանակն է գնալու դեպի V&M bar, հասկանալու թե այսօր ես ինչ եմ պատրաստելու իմ հյուրերի համար, որովհետեւ նրանք միշտ արժանի են լավագույն կոկտեյլին։ Գնացինք։ Այսօր ես կպատրաստեմ մի կոկտեյլ, որը հայկական բնավորություն ունի, խառնված ուժի, նրբության ու մի քիչ սիրո։ Հիմքը V&M կոնյակ։ Սա այն կոնյակն է, որը հասունանում է հայկական արևի տաք դասական երաժշտության ներքո, այնտեղ կա համ, որն հիշեցնում է լավ ընկերություն, որը միշտ տաք է, բայց երբեք չի այրում։ Դե ինչ, սկսենք, ես սկզբի համար կավելացնեմ 40 մլ եւ ես անում եմ ամեն ինչ անգամ 1, հա, 40 մլ, եթե ունեմ 1 հյուր, ուրեմն կլցնեմ 80-ը, այս easy mixer-ը ես պատրաստում եմ ներսում, որպեսզի դուք եւս կարողանաք տանը պատրաստել ու միանալ ինձ ներսարին դիտելիս, ահա, լցրեցինք 240 մլ V&M կոնյակ, ավելացնում ենք մի քիչ կիտրոնի հյութ, սիրելի հեռուստադիտող, կիտրոնի հյութից հետո ավելացնում ենք նարնջի հյութը 40 մլ ամեն մի բաժակի համար։ Եվ վերջում սառույց, որն արդեն կա իմ շեյքերում, դուք եւս ավելացրեք։ Այս կոկտեյլը ես անվանել եմ Yerevan Harmony, հայկական կոնյակ ու մի քիչ խենթություն։ Տեսնենք ինչ կստացվի։ Սա ընդամենը ինձնից խլեց մի քանի վայրկյան, ինչպես տեսնում եք, այնպես որ դուք եւս տանը կարող եք պատրաստել ու միանալ ինձ ու վայելել ներսարի գիշերային շոուն, իսկ այս պահին կարճ դադար, որից հետո մենք շարունակենք, այնպես որ մնացեք մեզ հետ ներսում։ Դեմ ինչ ներսեսը վայելի կոկտեյլը ասեմ, թե ով է առաջին հյուրն այս երեկո, բլոգեր, ինֆլուենսեր, ոճային խորհրդանիշ Էվելինա Խանոյան, մնացեք մեզ հետ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Это когда ты без звонка можешь войти в мой дом и любовь мою. Знай, что всегда, наверняка, даже когда не жду, я тебя люблю. Ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла. La 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 la
Մենք վերադարձանք եւ ներսում հիմա ժամանակն է այն մարդու համար, ով ապացուցեց, որ ինֆլուենսեր լինելը դա ոչ թե լայքերի մասին է, այլ էներգիայի։ Տիկնանք եւ պարոնայք, դիմավորեք Էվելինա Խանոյան, ներս արի։ Էվելինա, բարի երեկո, բարի գալ, ես քեզ կասեմ Էվիկ զրույցի ընթացքում, եթե դու օքեյ ես դրան, շատ շնորհակալ եմ որ ներսում ես, շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում, ոնց ես։ Ընտիր, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եմ այստեղ լինել։ Մենք քեզ սպասում ենք շատ գրկաբաց, չնայած նաև հույս ունենք այստեղ քեզ հետ միասին տեսնել քո ընտրյալին, Ես էլ, բայց ես էլ։ գիտենք որ դուք Մենք պայքարում ենք կացության թղթի համար։ հայկական թե անգլիական։ Հայկական։ Վաու, Ես այն դու չես համարներից եմ, տեղափոխվում։ որ ես չեմ Միացյալ տեղափոխվում։ թագավորություն, Այո, նա է նա է տեղափոխվում, գալիս։ հայկական թագավորություն։ Տվեք Հրաշալի։ մեզ ռեզիդենսի։ Ուրեմն սկսենք հենց դրանից։ Ինչ եք անում, ուր եք ասել ու գիտես Էվիկ, այս տարի ես հանդիպել եմ շատ հետաքրքիր կանանց, հայ կանանց, աշխարհի տարբեր երկրներում, Անգլիայում, օրինակ հանդիպել եմ մի հրաշալի կնոջ, ով պատմում էր իր հայկական ծագման մասին, հայկական պատմության մասին, ով տասնյակ տարիներ արդեն ապրում էր արտերկրում, իր ամուսինը չլինելով հայ, մեզ հետ շփվում էր հրաշալի հայերեն, եւ նա ինձ պատմում էր, որ իր առաջին պայմանը եղել է նրա հետ նախքան ամուսնանալը, որ ես կամուսնանամ քեզ հետ, եթե դու խոսես հայերեն, որովհետեւ իմ երեխաները պիտի ծնվեն ու մեծանան հայեր, անկախ նրանից թե կյանքի ինչ-ինչ պայմաններով նրանք հայտնվել են ոչ Հայաստանում եւ ապրում են ոչ հայրենիքում, բայց դա իրականում ինձ հիացրել էր, որ ես տեսա, թե ինչպես է շոտլանդացի տղամարդը խոսում հայերեն, ինձ հետ կատակներ անում հայերեն, ու այդպես շարունակ, ես տարի շատ անգամներ գործողմամբ եղել եմ արտերկրում, ոչ միայն որպես զբոսաշրջիկ ու հանդիպել եմ հենց նման մարդկանց եւ հիմնականում տղամարդկանց, ովքեր ամուսնացել են հայ կանանց հետ եւ խոսում էին հրաշալի հայերեն, մեզ նմանապակ է սպասվում քո պատմության դեպքում ինչպես հասկանում եմ։ Իրականում ես դեռևս նման պայման չեմ դրել, բայց մտածեցի միջև ամուսնանալը պետք է այդ պայմանը դնել, որովհետև հետո արդեն կասի դե լավ, մնա մյուս տարի, պետք է ասել հենց կսովորես կամուսնանալ։ Բայց հիմա մի քանի նախադասություն խոսում է, հատկապես եթե ուզում ենք ինչ-որ հումորային վիդեոներ նկարենք, խնդրում եմ ասում կարող ես այս մի քանի նախադասություն սովորել, դրանք կարողանում է ասել, բայց եթե Իսկ ինչ բառեր է, տես օրինակ կարծում ցանկացած կներեք, ես իմ թեզն է, բայց ամեն դեպքում ես ամեն դեպքում ցանկացած նոր լեզվին անդրադառնալիս առաջին բառերը, որոնք ինձ հետաքրքրում են այդ լեզվով, դրանք հայոյանքներն են։ Ու հայերենի դեպքում էլ կարծում եմ այդպես, երբ օտարերկացիները գալիս են, շատերը նրանց առաջինը քյուֆուր են սովորացնում։ Ինչ ես դու սովորացրել քո նշանածին առաջինը հայերեն բառերից, այս դեպքում քանի որ դու ես սովորացնում, կարծում եմ դրանք այլ բառեր են եղել։ իրականում հիշում եմ, որ ամենասկզբում հարցրեց ոնց շաուրմա պատվիրի, որովհետև հա գնում էր շաուրմա առնելու, ասում էր ոնց հայերեն ասեմ, չեն հասկանում։ Հենց առաջին նախադասությունը այդ սովորեց, ասում էր մի հատ հավով շաուրմա առանց լոլիկ։ Այնպես որ այո, ինչը կիրառում է առօրյայում, հիմնական դրանք է հարցնում, որ սովորի առօրյայում կարողանա ասի, բայց կարծում եմ դա ավելի շշկռում է, որովհետև գնում հայերեն սկիզբը ասում է, սկսում են հայերեն պատասխանել, ասում է հոպ, ես մենակ սկիզբն էի սովորել։ Այսքանով բավարարվեք, հա։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա, որ նա կխոսի քեզ հետ եւ մեզ հետ հայերեն կխոսի։ Հայերեն, որտեղ դա հրաշալի զգացողություն է, չնայած երեխաների դեպքում ես կարծում եմ, որ լեզվով որ խոսում է մայրը այդ լեզուն էլ երեխաների համար դառնում է մայրենի լեզու, հա, native լեզուն դառնում է հենց այդ լեզուն, այնպես որ ձեր դեպքում երեխաները միևնույնն է ավելի լավ կխոսեն հայերեն։ Ես դեմ չեմ լինի, որ երկու լեզվով էլ վարժ խոսեն, կարծում եմ իրանց շատ մեծ օգնություն կլինի հետագայում։ Բայց մայրենի լեզուն ամեն դեպքում կլինի։ Հա, ես իմ անկարգությունները կանեմ հայերեն։ Շատ լավ, Էվիկ, քեզ շատերն են ճանաչում, բայց ով է իրական Էվելինան, հա, երբ ստորին անջատվում է, հեռախոսը չկա, տեսախցիկները վերացել են, ով ես դու իրական կյանքում, կամ գուցե դու փորձում ես լինել այնպիսին, ինչպիսին որ դու կաս նաև տեսախցիկների առաջ։
Իրականում տեսախցիկների առաջ չեմ փորձում ինչ-որ կերպար ստեղծեմ, այդտեղ որևէ վատ բան չկա, ուղղակի մարդիկ կան հատուկ կերպար են ստեղծում, հա, հանրային եւ համապատասխանում են դրան, քանի որ ես ի սկզբանե նպատակ չեմ ունեցել բլոգով հանդես գալու, այս ուղղությամբ աշխատելու, հենց անմիջական ինչ մտքովս անցել է, կիսվել եմ ու այդպես էլ մնացել է, բայց կարծում եմ իհարկե, երբ որ երկար տարիներ մնում ես բոլորի աչքի առաջ, դու էլ ես փոխվում ու երբեմն կարող է հետևորդների համար համ հետաքրքիր լինի, համ կարոտ են ինչ-որ հին բաներ, ասեն, վայ, այն հին Էվիկին ենք ուզում, բայց նորմալ է, դու մարդ ես, եթե հատկապես քո էջը, քո կյանքի մասն է, դու փոխվում ես, մեծանում ես, արդեն 5 տարի է, ես ամեն օր կիսվում եմ իմ առօրյայում եւ լրիվ նորմալ է, որ Էվելինան փոխվում է այս ընթացքում։ Բնականաբար դա շատ նորմալ է։ Ես քեզ հիշում եմ տարիներ առաջ, երբ դեռ դու Գերմանիայում էիր, սովորում էիր այնտեղ, ու առաջին վիդեոն, որ ես քեզնից տեսել եմ, կարծեմ այդ այն վիդեոն էր, որ դու պատմում էիր, որ ես հավաքում եմ իրերս, դա շատ դժվար էմոցիոնալ փուլում եմ այս պահին գտնվում, որովհետև ես պիտի վերադառնամ Գերմանիայից Հայաստան, բայց արդեն կարծեմ տարիներ շարունակ դու ապրում էիր Գերմանիայում ու սովորում էիր այնտեղ, բայց ես չգիտեմ ինչպես եղավ, որ դու որոշեցիր վերադառնալ Հայաստան, ավարտեցիր ուսումդ, թե արդյոք կիսած թողեցիր ուսումդ, որովհետև քո կյանքում շատ շրջադարձային բաներ տեղի ունեցան, դու հայտնվեցիր on-line հարթակում ու շաբաթներ հետո ընդամենը ունեցար 100,000-ավոր հետևորդներ, ովքեր պուպսիկի, չէ՞, տենց սկսեց։ Ամեն ինչ սկսեց պուպսիկներից, պատմիր ինձ այս պատմությունը ամենասկզբից։ Ոնց եղավ միտքը առաջին տեսանյութը տեղադրելու TikTok-ում ու ինչ շարունակություն դա ունեցավ։ Անկեղծ որ լինեմ, եթե ես իմանայի այդքան մարդ կնայի, միգուցե այդքան անմիջական չլինեի ու չէի պատկերացնում ընդհանրապես ոլորտը, որ գրում էին համագործակցության համար, ես իրոք չէի պատկերացնում, չէի հասկանում, ասում ես բժիշկ եմ, չգիտեմ ինչ պետք է անեմ։ Ու ինձ համար շատ հետաքրքիր էր ու կարծում եմ այդ անմիջականությունը նաև դեր խաղաց։ Իհարկե միջև վերջ չեմ հասկացել, ինչի որոշեցի։ Կարծում եմ կարոտում էի Հայաստանը շատ, համ էլ մենակ էի զգում ինձ անընդհատ այդ ծանրաբեռնվածության մեջ, դաս աշխատանք, ուզում էի ինչ-որ sense թեթև հետաքրքիր մաս լինի, ու սկսեցի ինչ-որ հետաքրքիր բաներ պատմեմ, որ առօրյայում նկատում եմ Գերմանիայի Հայաստանի տարբերությունների մասին, ու հենց սկզբից էլ, այսինքն այնպես չի եղել, որ փորձել եմ տարիներով չի ստացվել, այդտեղ խնդիր չկա, ամեն մեկը իր ուղին ունի, բայց իրոք չէի պլանավորում նման ընթացք, ցենց ամեն օր update է անում 1000 հետևորդ ավելացավ, հաջորդ օր էլի 1000, էլի 1000, ու ես չեմ հասկանում, այս ինչ ա կատարում, ինչ պետք է անեմ այս ամեն ինչի հետ, բայց այնքան հետաքրքիր էր, կարծում եմ, որ մարդը հայտնվում է այն տեղում, որը իր տեղն է, հենց իր ապսեի մեջ, այնքան հեշտ է ստացվում, մի տեսակ չես վախենում, քո համար հանգիստ է այդ ընթացքը տրվում, ու կարծում եմ, որ ամեն դեպքում, այն որ ասեմ предназначение, միգուցե դա էր, որ ինչքան էլ ես երկար սովորել էի այր ուղղությամբ, Գերմանիայում public health էի սովորում, դա էլ ավարտեցի, բայց միևնույնն է, ոնց որ այս կողմի վրա այնքան էներգիա եկավ, թե հետևորդների կողմից, թե համագործակցության առաջարկների կողմից, մենակ sense մի քիչ ռիսկ էր պետք, որ ամեն դեպքում այդքան կրթության մեջ ներդրում ես արել, բարեկամները ամեն դեպքում հարցնելու են, այս ինչ եղավ։ Բժիշկ չէիր դու, չէ՞։ Նորմալ մասնագիտություն ունեիր, թողեցիր ու եկար դարձար։ Հատկապես մի քանի տարի առաջ ընդհանրապես ընդունված չէր էլի բլոգինգը հիմա է, որ արդեն բոլորը գիտեն, որ դա մասնագիտություն է։ Չկա այս իմաստած նախադասությունը, որովհետև չգիտեմ, նույնիսկ դերասանների դեպքում կա այդ արտահայտությունը, որ գնա նորմալ մասնագիտություն ունեցի, դերասանը մասնագիտություն չի։ Ես կարծում եմ, որ բլոգերների դեպքում դա սարսափելի ավելի կտրուկ է, ավելի ծայրահեղ է։ Դե Հայաստան պետք է լինել կամ իրավաբան, կամ բժիշկ, կամ տնտեսագետ լավագույն դեպքում։ Դա լոսի հայերից երևի մեզ եկավ, չգիտեմ։ Ինչի հասավ դա մեր կյանք, բայց իրական ամեն մասնագիտություն իր հետաքրքրությունը ունի։ Օրինակ ինձ բլոգինգը հնարավորություն տվեց ստեղծագործելու, մարդկանց հետ իմ մտքերը կիսելու, ու կարծում եմ, եթե ինչ-որ մարդ փորձում է մի թեմայի շուրջ վիդեո պատրաստի, սցենարը գրում է, նկարում է, մոնտաժում է, ասում հա փաստորեն այսքան էլ հեշտ չէր, այդ մի վիդեոից հետո նոր պատկերացնում են դա անել ամեն օր, իսկապես բավական էներգիա է պետք էլի դա անելու համար։ Եթե վերլուծենք այս քո տարիների աշխատանքը, չարչարանքը, էներգիան ու էմոցիան, ոնց կվերլուծես դու։ Վստահ եմ, որ կան մարդիկ, որոնց կյանքը փոխվել է նաև քո շնորհիվ, տեսնելով քեզ, հետևելով քեզ, տեսնելով ինչպես ես դու կառուցում քո կյանքը ու ինչ խորհուրդներ ես ուղարկում կանանց, ովքեր ուզում են ապրել իրենց կյանքը առանց հարևանի մասին մտածելու։
Իրականում վերջերս 30-ամյակս էր ու դա առիթ էր, որ հետևորդներիցս մի քիչ երկար նամակներ ստանամ։ Անկեղծ որ կարդացի այդ նամակները հուզվել էի, որովհետև երբ ամեն օր դրա մեջ ես, հաճախ չես էլ նկատում, որ դա թիվ չի հետևորդները, դա ռեալ մարդիկ են, ովքեր էկրանից այն կողմ նայում են ու իրանց օրվա մեջ ինչ որ բան է փոխում այդ վիդեոն, ու իմ համար շատ հաճելի էր տեսնել այդ դրական անդրադարձը, որովհետև անկեղծ որ եմ, չեմ ուզում բացասական բան ասեմ, բայց մեր հասարակարգը մի քիչ ճնշող է, իրար փոքրացնող, իրար փակող, մեկը մի բան ուզում է փորձի, միանգամից առաջինը բացասական բան ենք ասում։ Այ մարդ թող փորձի, կարող է ստացվում է, կարող է չի ստացվում, բայց ցանկություն ունի, թող փորձի։ Ու ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ այդ օրինակը լինեմ, թեկուզ օրինակ իմ անձնական հարաբերությունների մեջ էլ այնպես չի, ես բաց կարող եմ խոսել, այնպես չի, որ օրինակ մեր հասարակարգը սենց շատ հանգիստ ա եղել, բայց հարցերը տալիս էին, մամային զանգում էին, բա ոնց կլինի մատին մատանի չկա, այդ ինչի են ճամփորդում իրար հետ հայկական այդ բոլոր սցենարները։ Մեր պարագայում էլ է եղել, ուղղակի ես նաև դրա մասին բաց խոսել եմ, ես կարծում եմ, որ օրվա վերջում, ես իհարկե որևէ չեմ պրոպագանդում, ամեն մարդ ինքը իր համար պետք է որոշի, բայց օրվա վերջում երջանիկ կամ դժբախտ լինողը այդ մարդն է։ Ու դու պետք է համարձակ լինես ինքդ քեզ հարցնելու, դու ո՞նց ես ուզում քո կյանքը ապրես, քո համար ինչն է կարևոր, ինչն է անկարևոր, երբ որ այդ հարցերի պատասխանը տալիս ես, իհարկե պետք է շատ ներսից ամուր լինես, որովհետև այդ ճնշումը կա ամեն դեպքում, որ ապրես այնպես, ինչպես դու ես ճիշտ համարում։ Կարող է ինչ-որ բան ճիշտ անես, ինչ-որ բան սխալ անես, բայց դա քո ուղին է ու ես ուրախ եմ, որ առաջինը ինձ համար ես ընտրեցի, որ չնայած հանրային մարդ լինելով, ես ուզում եմ ազնիվ լինեմ, որտեղ ես կարամ ինչ-որ դեր խաղամ, իմանամ, որ ինձ ծափ են տալու դրա տակ, եւ կարամ լինեմ ես։ Իհարկե կան մարդիկ, ում դա դուր չի գալիս, կան մարդիկ, ովքեր ասում են, «Էս ինչ եք անում, էս եկող սերունդը», բայց իմ համար այդ այնքան ազնիվ է, որովհետև ես իմ որոշումների մեջ եմ ազնիվ, բաց եմ։ Ես մտածում եմ, որ այդպես ճիշտ կլինի։ Ես ուզում եմ օրինակ բավարար ժամանակ անցկացնեմ իմ կողակցի հետ, ճանաչեմ, ճամփորդենք միասին, ու եթե օրինակ որոշեմ ամուսնանալ ինչ-որ մեկի հետ, դա լինի գիտակցված, լինի իմ առողջ որոշումը, ոչ թե դե բարեկամները ասեցին, ժամանակն է։ Բաշի քարտման Կամ շատ հաճախ լինում ասում են դե 1-2 դուրս եկար հերիքա արդեն մատին մատանի դնեն, ախր դա էլ հետո պատճառադին որ մարդիկ իրար չեն հասկանում, որովհետև մինչև ամուսնությունը դա պատասխանատու որոշում է, չէ՞, պետքա շատ լավ ճանաչել այդ մարդուն, ու ես ուրախ եմ, որ ես ինքս ինձ վստահեցի, ու հիմա շատ աղջիկներից լսում եմ, ասում են Էվիկ մեր տանը որ քեզ սիրում են, տանում են քոստորներ, ասեն տես Էվիկը սենց անում, ուրեմն մեզ էլ է կարելի, ու շատ տեսնում եմ, որ իրանց համար այդ ազատության, իրանց որոշումներին վստահելու, թեկուզ կարիերայի մեջ չվախենալու, իրանց հավատալու ուղղությամբ սենց ոգեշնչանք եմ եղել ու այդին շատ ուրախացնում է։ Էվիկ, մենք խոսացինք այս ամենի մասին ու շատ մակերեսորեն անդրադարձանք դրան, որ դու Գերմանիայում սովորում էիր բժշկություն ու դա շատ լուրջ է, կարծում դա տարիների երկար ջանք է պահանջում, նպատակասլացություն է պահանջում եւ դու վերադարձել ես Հայաստան, ապրում ես բացարձակապես այլ կյանք։ Ինձ հետաքրքիր է լրիվ գնացել է հետին պլան բժշկությունը, նախորդ կյանքը, որին դու նվիրել ես հազարավոր ժամեր գուցե։ Հա, իրականում շատ դժվար է այդ որոշումը ինձ տրվել, մենակ այն պատճառով, որ ասում եմ, բայց այսքան տարիս գնացել է, ներդրվել է այս ուղղությամբ, բայց կարծում եմ, որ մենք մասնագիտություն ընտրում ենք շատ շուտ Հայաստանում, 17 տարեկանում դե արդեն որոշում ենք վերջին դասանում, բայց 17 տարեկան մեզնից քանիսն է կյանքը պատկերացրել կամ պատկերացրել ինչ ենք ուզում իրականում մենք դառնալ, ու կարծում եմ շատ նորմալ է հասուն տարիքում մի հատ էլ այդ հարցը տալ։ 27-ում չենք պատկերացնում, որ մնաց 17-ում։ Ու ինձ համար ես չեմ վախենում, օրինակ ես ինձ այդ հարցերը տալիս եմ, ասում եմ ուզում ես գնանք բլոգինգով զբաղվենք, ու եթե դրա պատասխանը այո է, ասում եմ վсё, ես քո համար կանեմ։ Ճնշումը լինելու է, խնդիրներ լինելու է, լիքը անհասկանալի հարցեր կա, բայց եթե ուզում ես դա բավարար է։ Ու հիմա նորից սովորում եմ արդեն digital marketing, թվային marketing, այն ինչ ինձ հետաքրքիր է այն ոլորտի հետ կապված, ես մեկը բոլոր հարցերն սիրում եմ հիմնովին տիրապետել, բայց արդեն երբ որ սկսեցի սա սովորել, հասկացա, որ ճիշտ եմ արել, որ փոխել եմ ոլորտը, որովհետև շատ մեծ ստեղծագործական մաս իմ մեջ չէր բացվում բժշկական ոլորտում, իմ մեծագույն հարգանքը բոլոր բժիշկներին, բայց ես կարծում եմ, որ այս ստեղծագործական ոլորտում ես ավելի բացվեցի ու կարողացա ավելի օգտակար լինեմ։ Էվիկ, ես ուզում եմ, որ դու ինձ պատմես այդ ամբողջ ճանապարհի ամենակարմիր կետերի մասին, որոշումը կայացնելը, առաջին քայլ անելը,
առաջին արձագանքը տեսնելը, դրա զարգացումը տեսնելը եւ լճացումից փրկվելը, հա, որովհետեւ սրանք ճանապարհներ են, որոնցով դու արդեն անցել ես, կարծում եմ, որովհետեւ տարիներ շարունակ դու այս միջավայրում ես, պատմում ես մարդկանց քո մասին, փորձում ես մարդկանց որևէ կերպ լինել հետաքրքիր ու դա շատ բարդ աշխատանք է եւ իմ նշած բոլոր ենթակետերը դու վստահաբար անցել ես այս ճանապարհն անցնելիս, ինչը հետաքրքիր է, ոնց ես դու հաղթարել այդ ամեն ինչը, ոնց եկար սկզբին, ոնց արեցիր առաջին քայլը, ոնց վերաբերեցիր առաջին ատելության նամակին կամ մեկնաբանությանը, ինչպես ես հաղթահարում լճացման process-ը, որովհետև եթե տարիներ առաջ մենք ունեինք on-line հարթակում հայկական գոնե թե բլոգերների, վլոգերների եւ ինֆլուենսերների բում, ապա այս տեմպոռիթմը, որում մենք ապրում ենք, շատ արագ ինչ որ բաներ, որոնք շատ արդի են, դառնում են ոչ այդքան կարևոր, ու ես կարծում եմ, որ մենք արդեն հասել ենք այդտեղ, որ քիչ-քիչ նաև մեգա հետաքրքրությունը դեպի on-line հարթակներում հետ ակտիվ մարդկանց նվազում է, ինչ ես դու անում ես բարագայում, ոնց ես փրկում քեզ լճացումից։ Ինձ համար կարմիր կետերից ամենադժվարը սկիզբն է եղել ու կարծում եմ բոլորի համար, ովքեր նոր մասնագիտական ուղի են մտնում, պետք է այդ տրամադրվածություն ունենալ, որ առաջ օրը ամեն ինչ միանգամից չի ստացվելու, բոլորը ամեն ինչ չեն ընդունելու, այդ սկիզբը շատ դժվար է, որտեղ դու վախեր ունես։ Բա որ օրինակ ոչ մեկ համագործակցության համար չդիմի, ընդհանրապես ոչ մի գումար չաշխատես, շատ ես սիրում, դե մի տարի նկարեցիր, քո մտքերը կիսեցիր, շատ լավ էր, ոչ մի գումար չաշխատեցիր, այսինքն պետք է հետ գնաս աշխատես ուրիշ տեղ այդ բոլոր վախերը կան, այնպես չի, որ օրինակ ես չեմ ունեցել այդ վախերը, բայց ինձ շատ օգնել է դա հաղթահարել, իմ երազանքը, որ պատկերացրել եմ, հավատացել եմ, մտածել եմ, որ եթե ես բավարար աշխատեմ, կստացվի, այսինքն մենակ հավատալը չի օգնում, ու ես մտածել եմ, որ եթե ամեն օր ես իրոք հետաքրքիր վիդեո մտածեմ, կիսվեմ, մոնտաժեմ, ինչքան որ կարող եմ այս պահին, հաստատ այդ էներգիան առանց արդյունք չի գնա, ու դրան հավատալով ուղղակի ամեն օր մի քայլ առաջ եմ արել։ Հիմա որ հետ եմ նայում այդ 5 տարի առաջվա վիդեոներն, ասում եմ, ես ինչեր եմ արել, վայ, այն cringe բառը, բայց դա նորմալ է, ես նոր էի սկսել, չէի հասկանում, ու այդ ամեն օր մի քայլը մի քանի տարի հետո կարա շատ սիրուն տեղ բերի։ Իսկ լճացման մասով կարծում եմ, որ շատ օգնում է, կոնկրետ իմ դեպքում, ինձ դնել այնպիսի միջավայրերում, որոնք նոր են, օրինակ հիմա որ նորից համալսարան եմ գնում, ոնց որ քեզ թափեցնում է։ Եթե դու երկար մնում ես մի դերում, որտեղ դու քո գործը լավ ես անում, ոնց որ սենց մի տեսակ ընկնում ես օթերով, դե ես ամենալավն եմ, ինձ հետ մրցել հնարավոր չի, դա շատ վտանգավոր է։ Պետք է պարբերաբար քեզ նենց միջավայրերում դնես, որտեղ եւ քեզնից խելացի եւ շատ ավելի փորձառու մարդիկ կան, որ խոսեն դու ասես, օ, հələ ես ինչքան բան չգիտեմ, դա օգնում է նորը սովորել, անընդհատ առաջ գնալ, բայց նաև adekvat պետք է լինել, որ ժամանակները փոխվում են, միգուցե 5 տարուց ընդհանրապես ես հետաքրքիր չլինեմ կամ ինձ ոլորտը հետաքրքիր չլինի, վերաբերում եմ որպես աշխատանքի մասնակցություն, որը շատ-շատ սիրում եմ, բայց ինձ համար հստակ տարանջատում կա, որ իմ կյանքը ամբողջությամբ կապված չի, օրինակ մարդկա ասում է, եթե էջս ջնջվի, եթե հանկարծ ինչ-որ բան եղավ, վсё, ես էլ չկամ։ Իմ համար այդպես չի, հաստատ լիքը նոր մասնագիտություններ կան, լիքը ուղիներ կան, ես շատ հավատում եմ էլի իմ ուժերին։ Ինձ նաև շատ հետաքրքիր է, Էվիկ, որ զրույցի ընթացքում դու նշեցիր, որ քո ընտրյալը հիմա աշխատում է կացության թղթերը ստանալու հարցով ու ինձ իսկապես հետաքրքիր է, ինչպես եղավ, եթե չեմ սխալվում, նա Միացյալ Թագավորությունում է ապրում ու ոնց կարողացաք գալ ընդհանուր հայտարարի, որ դուք չեք տեղափոխվելու Միացյալ Թագավորությունում ապրելու, այլ պլանավորում եք ձեր կյանքը փաստորեն Հայաստանում, աշխարհի լավագույն երկրում ապրելը եւ նախ դա ինձ համար շատ գնահատելի է եւ երկրորդ նաեւ շատ հետաքրքիր է ինչպես ես դու կարողացել դրան հասնել ինքդ քեզ հետ որ նախընտրել ես Հայաստանը Անգլիայի համեմատության կարգով ամեն դեպքում հաշվի առնելով բոլոր ենթակետերը հա կյանքի որակի ու ամեն ինչի հետ կապված ու նաեւ հասանելիության իմաստով եւ երկրորդ ինչպես ես կարողացել համոզել ընտրյալիդ որ գա քեզ հետ կյանքը կիսելու Հայաստանում փողնելով Միացյալ Թագավորությունը, բայց մինչև պատասխանը լսել եմ ուզում եմ քեզ ասել շնորհակալություն, որովհետև ես իսկապես շատ հուզվել ու տպավորվել էի, երբ դուք ձեր հարաբերությունների մասին հայտարարման տեսանյութը հրապարակել եք այն երկով, որը ես էի կատարում։ Ես աշխատեցի մի քանի $100 այդ պոստից հետո, որովհետև դա ունեցավ միլիոնավոր դիտումներ։ Շնորհակալություն դրա համար։ Ես եմ շնորհակալ նման հրաշալի երգի համար, ես թերթում էի ման էի գալիս, ասում էի որ երգն է։ Ու հենց այդ երգը լսեցի, սենց այնց սրտիս կպավ, ասի հենց այս երգով եմ ուզում հայտնել ողջ հայությանը, որ իմ կյանքում մարդ կա։ Վաու, ոնց հասար նրան, որ դուք որոշեցիք ապրել Հայաստանում։
Ու իրականում հիմա ինքն է կեցության թղթերի հարցով զբաղվում, ոչ թե դու։ Ոչ թե ես, այո։ Իրականում մենք որոշել ենք, որ մի տարի շփվենք, իրար ճանաչենք, ճամփորդենք, հանդիպումների գնանք եւ մի տարի հետո նոր կորոշենք։ Մարդես կարող է մի երկու ամսից ասում ենք, չէ, իրար համար չենք, հələ միջև է չորոշենք որտեղ ենք ապրում։ Այդ մի տարվա ավարտին արդեն, որ օրերը մոտենում էր, զգացի, որ ես այս պահին պատրաստ չեմ Հայաստանը լքելու, որովհետեւ մի անգամ արել եմ դա, իհարկե հետաքրքիր փորձառություններ ինքնուրույն դառնալու, ամրանալու համար, բայց այնքան է ես կարոտում Հայաստան, ես սկսեցի հասկանալ Հայաստանից դուրս ռաբիզ լսող մարդկանց, այն որ շատ հին երգեր լսում, ես այդպես երգեր էի լսում։ Մի խոսքով զգացի, որ պատրաստ չեմ երկրորդ անգամ անցնեմ, Հայաստանից բաժանվեմ, այս պահին պատրաստ չեմ, ու իրան ասեցի, որ պատրաստ չեմ այս պահին լքելու Հայաստանի, եթե դու պատրաստ ես գաս այստեղ ինձ միանաս, գոհ կլինեմ, շնորհակալ կլինեմ, ու կարծում եմ ինքը իրոք ինձ շատ է սիրում, որ պատրաստ է, իհարկե ինքն էլ իր պատկերացումներ ունի, իր ցանկություններ ունի, բայց այս պահին պատրաստ է մեր հարաբերությունների համար, որ ամեն սիրուն ստացվի, տեղափոխվի այստեղ։ Վաու, շնորհակալություն Էվիկ, որ եկար ներս։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ կիսվեցիր քո այդ շատ գեղեցիկ պատմություններով, բերեցիր այս դրական էներգիան ներս։ Ես քեզ մաղթում եմ հաջողություն, վստահ եմ, որ քո կյանքում ամեն ինչ լինելու է հիանալի։ Սպասում եմ ձեր ամուսնությանը եւ գուցե արդեն ընտրյալը կլինի Հայաստանում քեզ հետ միասին կհանդիպենք ներսում արդեն երեքով։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ ներսում եք։ Շնորհակալ եմ։ Ծափար ենք եւս մեկ անգամ շատ բարձր Էվելինային ասենք շնորհակալություն, շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ հուսով եմ, որ կհրապարակես թե ինչքան համով ենք օգնել, որ ես քեզ համար պատրաստել եմ եւ շատ գնահատում եմ այն երևույթը, որ դու անում ես ամեն ինչ, որ այն 100,000-ավոր հայ կանայք, ովքեր քեզ հետևում են, մի քիչ գոնե թե 3%-ով ավելի համարձակ լինեն բարձրաձայնելու իրենց մտքերը, իրենց կարիքներն ու իրենց էմոցիաները։ Շնորհակալություն քեզ դրա համար, որովհետև վստահ եմ, որ շատ-շատերը քեզ տեսնելով ձեռք են բերել համարձակություն խոսելու ուղղակի իրենց անձնական էմոցիաների ու ցանկությունների մասին։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալ եմ անչափ։ Ես եմ շնորհակալ, որ ներսում էիր։ Բայց մենք այսքանով չենք ավարտում Ներսարի գիշերային շոուն, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ են, բայց շարունակեք մնալ մեզ հետ, որովհետև դադարից հետո ես ունեմ հյուրեր ներսում, այնպես որ կհանդիպենք։ Գնացինք։ Ուշ է հիմա, ես գնամ տուն, որ չլացիմ սերը արդուն, աչքերս մի քիչ նեղված, ինձ է սպասում, որ ասեմ դե դուրված, ուշ է գիտեմ, գնում եմ տուն, որ չլացիմ սերը արդուն, հասնեմ գրկեմ նրան, ամեն ինչ մորանամ, նրա կողքին անվերջ Bala, 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 tăhăr că zici bala ya La 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 ya Bala, bala ya, tăhăr că zici bala ya La 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 ya Bala, 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 tăhăr că zici bala ya La 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 ya Bala, bala ya Tăhăr că zici bala ya La 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 ya Բարի վերադարձ, եթե առաջին մասում խոսացինք ինֆլուենսերների մասին, ապա հիմա կխոսենք այն մարդկանց մասին, ովքեր ոչ միայն պատմում են համի մասին, այլ ստեղծում են այն։ Տիկնակ եւ պարոնայք, դիմավորեք Արամ Արաքելյան, Աթենք մսամթերքի ընկերության մարքեթինգի բաժնի տնօրենության տնօրեն եւ Մարիամ Ղարդյան, Աթենք մսամթերքի ընկերության PR բաժնի ղեկավար։ Ներս եկեք։ Yarari yari, yarari yari, yar sere shimari. Yarari yari, yarari yari, yarari yari, yar sere shimari. Yarari yari, yarari yari, yar sere shimari. Yarari yari, yarari yari, yar sere shimari. Արամ, Մարիամ, բարի երեկո, շնորհակալություն որ ներսում եք, բարի գալուց ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում։
Խմեցինք։ Ոնց եք սկզբում։ Շատ լավ։ Շատ լավ, մենք ենք շնորհակալ այս գեղեցիկ տաղավարում ես իրուն կարելու համար։ Այստեղ իրոք այնպիսի մթնոլորտ է, որ ներս գալիս է մարդու ուղակի։ Այնպես որ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եք եւ ուզում եմ միանգամից առաջին հարցը տալ գործարանի մասին ձեզ, որովհետեւ ես սովորաբար երբ գնում եմ քաղաքից դուրս հանգստանալու ու եթե վերադառնում եմ Տավուշից կամ Գեղարքունիքից, առաջին բանը, որ ինձ հուշում է, ես մոտ եմ տանը, դա ձեր գործարանն է։ Ես հասկանում եմ, որ հեսա մի քանի րոպեից ես կհասնեմ տուն։ Ինչով է պայմանավորված, որ ձեր գործարանը քաղաքից դուրս է, ինչ պատմություն ունի այս վայրի ընտրությունը։ Ներսես ջան, 2025 թվականին արդեն տեղափոխվեցինք, սկսեցինք տեղափոխումը մեր Գետամեջի նոր գործարան, որը մեր հպարտություն է ոչ միայն որպես աթենքցիներ, այլ նաև որպես քաղաքացիներ, որովհետև իրոք դա նոր նշաձող է արտադրության ոլորտում եւ հպարտությամբ կարող ենք փաստել, որ նմանատիպ մսամթերքի գործարան ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում չկա եւ ինչով էր պայմանավորված նաև հենց մարզում դրա կառուցումը, քանի որ մեր նախկին գործարանը արդեն գտնվում էր Ավանում, Ծառավաղբյուրում։ Հենց այդ գործարանի մասին էի խոսում, բայց այո, անցանք Գետամեջի գործարանի, որը շատ ավելի կարևոր քայլ ունի։ Այո, քանի որ դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով եւ այն նրանով, որ արդեն դա չէր բավականացնում մեր արտադրական քանակներին, հետո նաեւ այդտեղ ունենք մենք սոցիալական պատասխանատվության կոմպոնենտ, քանի որ մենք տարիներ առաջ էինք դա պատրաստել, երբ որ այնտեղ ամբողջովին ամայի էր, իսկ հիմա հայտնվել են արդեն բազմաթիվ շենքեր եւ չենք ցանկանում մեր ներկայությամբ խանգարել այդտեղի բնակիչներին եւ այո, տեղափոխվեցին Գետամեջ, որը կարող եմ ասել մոտ 50,000 քառակուսուց ավել տարածք է զբաղեցնում, այն հնարավորություն է տալիս օրական մինչև 120 տոննա արտադրողականություն ապահովել, այնտեղ կատարված է 10 միլիարդ դրամից ավել ներդրում, հա, եւ իրոք սա հպարտություն է մեր արտադրական ոլորտի եւ մեր սպառողների եւ բոլորի համար։ Խոսելով Գետամեջի գործարանից, հա, կարող ենք ասել, որ սա աթենքի համար նոր փիլիսոփայության խորհրդանիշ է։ Թերևս այո, որովհետև դա մեր տասնամյակների կուտակված էներգիայի ամենալավ վիզուալիզացիան է եւ դրանով մենք փորձել ենք նոր նշաձող սահմանել թե արտադրության, թե առավելապես մսամթերքի արտադրության ոլորտում եւ կարող ենք արդեն հանգիստ սրտով փաստել, որ հասել ենք մեր դրված նպատակին։ Հրաշալի։ Մարիամ, ինչ կարևորություն ունի կրթական աջակցությունը, հա, հենց ագրարային համալսարանի նախագծի օրինակով եթե վերցնենք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մեր ընկերությունում ամեն ինչ կրթության հիման վրա է, այսինքն գիտելիքը հիմնակարային է մեզ մոտ։ Ամեն անգամ առավոտյան աշխատանքի գալիս մենք գիտենք ու մտածում ենք հստակ, այսօր ինչ նոր բան ենք սովորելու, ու առհասարակ եթե խոսենք օրինակ որակի մասին, արտադրության ոլորտում դա շատ կարևոր է։ Որակ տվող մարդը պետք է հասկանա, թե որակն իրականում ինչ է նշանակում, եւ ագրարային համալսարանում լսանի վերանորոգումը պարզապես բարեգործական քայլ չէր։ Մենք հստակ գիտենք, թե ինչի համար ենք դա անում եւ այսպես նպատակ ենք ունեցել, որ յուրաքանչյուր ուսանող, ով մտնի այդ լսարան, մոտիվացված նախ լինի, որովհետեւ շատ գեղեցիկ է ստացվել ու հասկանա, որ իր սովորածը կարող է հետագայում օգտագործել հենց արտադրության ոլորտում եւ գիտակցի, որ կարող է աշխատել օրինակ նման ընկերությունում, նման մասշտաբի ընկերությունում եւ դառնա մեր թիմի անդամը։ Իրականում վստահ ենք, որ լսանի վերանորոգման հետ զուգահեռ նաեւ մեր կապն է շատ ամուր լինելու համալսարանի հետ։ Նախատեսել ենք, որ եկող տարի արդեն սկսենք ավելի ինտենսիվ կապ պահել ուսանողների հետ, այսինքն նրանք հնարավորություն են ունենալու գալ գործարան, տեղում տեսնել, թե ինչպես է իրականացվում ժամանակակից արտադրությունը, շփվել մասնագետների հետ եւ ամենակարևորը թերևս պրակտիկ իրենց գիտելիքները կարողանան օգտագործել։
Ինչը կարծում եմ հիմա շատ կարևոր է, որովհետև համալսարաններում ակադեմիական կրթությունից զատ պրակտիկը միշտ մի փոքր ավելի զիջել է։ Մենք մտածում ենք, որ այդ հնարավորությամբ ուսանողներին կարող ենք օգնել եւ աջակցել, եւ եթե անգամ մեկ ուսանող որոշի, որ տարիներ անց համալսարանն ավարտելուց հետո պետք է աշխատի Աթենք մսամթերքի ընկերությունում, մենք կհամարենք, որ դա հաջողություն է ու շատ ուրախ կլինենք։ Եվ իրականում կարծում ենք, որ սա ներդրում է ոչ միայն կրթության մեջ, այլ նաև ապագայի եւ երկրի ապագայի, որովհետեւ բոլորս էլ գիտակցում ենք, թե կրթությունն առհասարակ ինչքան կարեւոր է ապագայի ու Հայաստանի համար։ Որովհետև վերջերս Forbes-ում էր մի շատ հետաքրքիր թողարկում, որտեղ խոսում էին այսօրվա զարգացումներից, AI-ի մեր կյանքում հայտնվելուց ու այնտեղ գլխավոր վերլուծության հիմքը այն էր, որ տարիներ անց ապագա միլիոնատերները կլինեն այն մարդիկ, ովքեր ապրում են ագրարային կյանքով, ունեն հետաքրքրություններ եւ սեր հենց այդ աշխարհում ու ուզում եմ ձեզ հարցնել ինչքանով կա այստեղ նպատակ նաեւ նոր սերնդին հասկացնելու սրա մասին, որ սա եւս շատ կարեւոր ու ճիշտ ընտրություն է հենց այս ճանապարհով գնալ։ Իրականում սկզբում ասացի, որ լսանը շատ գեղեցիկ ենք վերանորոգելու, շատ ավելի տրամադրող։ Մենք էլ ենք եղել ուսանող ու հստակ ես անձամբ հասկանում եմ այդ ժամանակ, որ եթե օրինակ լսարաններից ոմանք տրամադրող այսպես լինեին, ես երևի թե ավելի ողջավորված կսովորեի, Ավելի մեծ ջանք այո, ավելի մեծ ջանք։ Եվ վստահ եմ, որ մենք կարողանալու ենք ամեն դեպքում ուսանողներին ցույց տալ եւ նաեւ ապացուցել, որ այո, այս ոլորտը աճող ոլորտ է, ընտրած մասնագիտությունը կարեւոր է, որովհետեւ արտադրությունն ինքն իրենով շատ հետաքրքիր ոլորտ է ու ես կարծում եմ, որ մենք կարողանալու ենք հաջողել այդ հարցում։ Եվ Հայաստանում մենք ունենք մեծ պոտենցիալ, որ շատ շատերը կարող են գայթակղվել այս աշխարհով ու ունենալ հրաշալի ապագա կարծում եմ։ Իմիջիայլոց հենց լսարանով մենք փորձելու ենք այնպես անել, որ կապը, ինչպես ասացի, շատ ավելի ինտենսիվ լինի, որովհետև հաճախ մտածում են արտադրական ոլորտ, դժվար եւ այլն, բայց փորձելու ենք այնպես անել, որ ասենք, որ չէ, երիտասարդներ ջան, հետաքրքիր է, լավ է, եկեք տեսեք, որ հետո գաք մեզ գործընկեր դառնաք։ Եվ այստեղ ձեզ սպասվում է պայծառ ապագա, Այո։ որը շատ կարևոր ենթակետ է։ Արամ, ինչպես եք միավորում արտադրությունը եւ որակի վերահսկումը։ Սրանք շատ կարևոր կոմպոնենտներ են։ Այո, բավականին բարդ եւ միևնույն ժամանակ կարեւոր է, քանի որ հասկանում եք ինչքան բարդ է նմանատիպ ծավալի արտադրություններում ապահովել որակը, բայց այդտեղ ենք մենք նոր նշած զողեր սահմանում, դրա վառ վկայությունն է մեր վերջի ISO 22000 սերտիֆիկացումը, որը բարեհաջող անցանք, նաև մենք համալրել ենք նորագույն լաբորատոր գործիքներով մեր նոր արտադրամասը եւ արդեն գործող որակի մեխանիզմների հետ դրանք մի ամբողջական շղթա են ապահովում եւ նաեւ կուզեմ ասել, որ մեր կարգախոսը, արժեքներ, որոնք ստեղծում են որակ, դա ոչ միայն ուղղակի գեղեցիկ նախադասություն է, այլ իրոք աթենքցիների սրտից եկող եւ նրանց ամենօրյա աշխատանքի անբաժան սենց մասը դարձած արտահայտություն է եւ մենք իրոք ամեն օր անում ենք մեր քայլերը հիմնված են այն տրամաբանության վրա, որ ապահովենք լավագույն որակը մեր սպառողների համար եւ վստահեցնում եմ, որ ոչ մի ջանք չենք խնայում այդ որակը ապահովելու համար։ Հրաշալի։ Մարիամ, ինչպես եք Աթենքում կառուցում հասարակության հետ կապը։ Շատ թիրախային հարց եք տալիս։ Տեսեք, բազմաթիվ ընկերություններ, բիզնեսներ, միշտ ասում են, որ կարևոր է հասարակության հետ կապը, հաճախորդների հետ շփվելը։ Մենք էլ ենք ասում, բայց մեզ մոտ դա ականջահաճո խոսքեր չեն միայն։ Մենք աշխատանքին մտնում ենք ու գիտենք, որ այսօր պետք է որևէ խողովակով հասարակության հետ կապ պահենք։ Իրականում փորձում ենք այնպես անել, որ ցանկացած նորից կրկնվեմ խողովակով հասնենք հասարակությանը ու այդտեղ դժվարություն կա նրանում, որ ունենք մեսիջ, որը պետք է հասցնենք այնպես, որ հասարակության բոլոր շերտերը դա հասկանան, դրա վրա իրականում շատ ջանք ենք գործադրում եւ վստահ ենք, որ եթե չփորձենք, եթե չկարողանանք լսել հասարակությանը, մեր հաճախորդներին օրինակ, մենք իրավիճակից դուրս ենք գալու ու գուցեև շատ բաներ, շատ փոքր, շատ կարեւոր, շատ լուրջ բաներ չտեսնենք այդ ընթացքում։ Մեր շփումը մի քանի, այսպես ասած, ուղղությամբ է լինում,
ֆիրմային խանութները մեր, որտեղ որ հաճախորդները անմիջական շփում կարող են ունենալ մեր աշխատակիցների հետ, սոցցանցերը, զանգի տարբերակով եւ նաեւ առօրյայում, օրինակ փառատոնների ժամանակ շատ լավ ստացվում է շփվելը մարդկանց հետ, գալիս են, ասում են ինչքան ենք սիրում ձեզ, մենք էլ ասում ենք մենք ձեզ ինչքան ենք սիրում, այդ առօրյա շփումը շատ այսպես ասած բան է մեզ տալիս ու հստակ պատկերացնում են թե մարդիկ ոնց են վերաբերում մեզ, իրականում անգամ սոցցանցերում մենք երկար մտածում ենք, հա, թե ինչպես պետք է շփվենք, օրինակ, անգամ մտածում ենք, թե ինչ էմոջի օգտագործենք, որ ճիշտ տեղին լինի, եւ յուրաքանչյուր գովեստի խոսք, նաեւ դժգոհություն ինչ որտեղ, որտեղ դա էլ է հնարավոր, մենք ընդունում ենք որպես բարելավման կետ եւ միշտ փորձում ենք հասկանալ ինչպես հաճախորդի հետ խոսել, որ հաճախորդը զգա, որ այն կողմում ոչ թե ռոբոտ է օրինակ կամ ինչ-որ մարդ, որ այսպես ասած ավտոմատացված նամակներ է ուղարկում կամ խոսում, այլ չէ, անհատականացված։ Այո, անհատական մոտեցում ու փոքր բան է, բայց մենք անգամ ներդրեցինք այն հանգամանքը, որ անունով դիմենք միշտ պարտադիր չասենք օրինակ հարգելի հաճախորդ, ասենք օրինակ հարգելի Ներսես կամ Ներսես ջան, որ Ներսեսը զգա, որ խոսում ենք Ներսեսի հետ ենք խոսում, այո, ոչ թե հավաքական հաճախորդի կերպարի ու մի բան հիշեցի, վերջերս մեր Facebook-յան էջին մի երիտասարդ էր գրել, իրական մարքեթինգի ամբողջ թիմով սենց կարդում ենք ժամանակ առ ժամանակ այդ օրվա ընթացքում ու հաճելի ժպտում եւ ուրախանում։ Մեր հաճախորդը գրել էր, թե ինչպես է կարողացել գտնել այնպիսի կիսապատրաստվածք, որը հիշեցնի իր մայրիկի սարքածը, մայրիկից հեռու էր, ու խոսքում էր Իշլի Քյուֆթայի մասին էր, ու դա ճիշտն ասած, համ սենց էմոցիոնալ էր, համ լավ էր, համ անընդհատ սենց բան ենք անում ու ժպտում էլի, ասում ենք ինչ լավ է, որ նման արձագանքներ ենք ստանում ու ես վստահեցնում եմ, որ ցանկացած արձագանք կապ չունի դա լավ է, վատ է եւ այլն կամ առաջարկ կարծիք մենք լսում ենք ինչի, որովհետեւ եթե մենք հաճախորդին չլսեցինք, ելի եմ ասում մենք ինչ որ sense հետ ենք գնալու լիքը բաների վրա կոնտրոլ չունենանք ու իմ հարցը հաջորդ հենց դրա մասին էր, ոնց է արձագանքում հետադարձ կապին, հա, հաճախորդների հետ։ Անկախներից դա կլինի դրական, թե բացասական կամ որևէ բան առաջարկող կարծիք։ Հա, իրականում վերջերս ներդրեցինք հետադարձ կապի համակարգ եւ Արամի թույլտվությամբ ասեմ, որ ես էլ Արամն էլ շատ պահանջկոտ հաճախորդ ենք եւ երբ որ ինչ-որ նման համակարգ ենք ներդնում կամ ինչ-որ նման նախագիծ ենք ունենում, մենք պարտադիր մեր միջև անցկացնում ենք, եթե մենք բավարարված ենք լինում որպես հաճախորդ, ասում ենք լավ է։ Ու ունենք հստակ համակարգ, որտեղ օրինակ, հա, հստակ գրանցվում են եւ լավ մեկնաբանությունները եւ առաջարկները եւ կարծիքները եւ բողոքները, օրինակ եթե մարդը զանգահարում է ու ասում է, որ գիտեք, ինչ որևէ դժվարություն եմ ունեցել product-ի հետ կապված, մենք չենք ասում դե կներեք եւ այլն, մենք ամբողջ թիմով ու նաեւ թիմից դուրս մարքեթինգի բաժնից դուրս փորձում ենք հասկանալ թե ինչու է դա այդպես եղել ու շատ արագ լուծում տալ, որովհետեւ հասկանում ենք, որ եթե արագ լուծում չտվեցինք, հաճախորդը զգալու է, այսպես ասած, անտեսված, մտածելու է, որ դե իմ հարցը գցել են են կողմ ու լավ չլինի։ Դրա համար միշտ արագ ենք արձագանքում, անգամ ոչ աշխատանքային օրերին այսպես սահմանել ենք, որ հաճախորդը երբեք պետք է չզգա, որ մենք չենք աշխատում, մենք միշտ աշխատում ենք ու միշտ պատրաստ ենք լսելու ու կապ չունի, հա, ինչ կլինի դա, կլինի անգամ լինում են դեպքեր, երբ ուղակի ինչ որ սրտիկ են ուղարկում կամ ինչ որ էմոջի, մենք անգամ դրան ենք արձագանքում ու մի անգամ դեպք եղավ, որ թիմով մտածում ենք, թե էլի եմ ասում ինչ էմոջի օգտագործենք, որովհետև հաճախորդը այնքան լավ բաներ էր գրել, որ մենք չենք սոցցանցերի մասն է խոսքը, որ չգիտեինք ոնց գրելով ցույց տանք մեր վերաբերմունքը, որ ինքը զգա, որ մենք այդքան ջերմացել ենք, որոշեցինք պարզապես գրկելու էմոջին օգտագործել, ճիշտ է ռիսկային էր, բայց ասացինք լավ է։ Լավագույն էմոջին է դա էմոցիաները փոխացելու համար, ես էլ վերջին ամիսներին դա եմ օգտագործում իրականում։ Եվ վերջում կխնդրեմ մեզ հասցնեք պատմել, թե ինչպես որոշեցիք զարգացնել սեփական խանութների ցանցը, հա, ու արդյոք արտահանման ծրագիր ունեք թե ոչ։ Այո, մենք բավականին կարևորում ենք սեփական խանութների ցանցի զարգացման պրոյեկտը եւ ուրախությամբ կարող եմ նշել, որ մենք համարվում ենք Հայաստանի ամենամեծ մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց ունեցող ընկերությունը
արդեն ենք թվով 37 խանութ, իսկ նպատակը ավելի հասանելի լինել սպառողին եւ ուզում եմ հատկանշական է, որ մենք չենք սահմանափակում Երևանով եւ փորձում ենք նաեւ մարզային զարգացվածությունը ապահովել։ Դա մեզ համար հնարավորություն է մեր հաճախորդների հետ առաջի երեսի չփվելու, նրանց կարիքները հասկանալու, նրանց հետ կոմունիկացիոն ալիքներ ստեղծելու եւ մսամթերքի սպառման մշակույթին լավ ծանոթացնելու համար։ Իսկ արտահանման հետ կապված նշեմ, որ այս պահին ունենք ակտիվ արտահանման ուղղություններ, մասնավորապես ունենք արտահանումներ դեպի Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն եւ այժմ նաեւ զուգահեռ աշխատում ենք դեպի արաբական շուկաներ մտնելու հնարավորության մասով, որը եւս մեծ պահանջարկ ունեցող շուկա է եւ վստահ ենք առաջիկայում կունենանք նաեւ լավ լուրեր այդ առումով։ Հրաշալի։ Մարիամ, Արամ, շնորհակալ եմ ձեզ, որ եկաք ներս, կիսվեցիք ինձ հետ այս բոլոր նրբություններով, բերեցիք ձեր դրական էներգիան եւ շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար, շարունակեք մարդկանց կյանքն էլ ավելի համեղ դարձնել։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ։ Այսօրվա թողարկումը ցույց տվեց, որ կյանքը նույնն է լինի ինֆլուենսեր, թե մսամթերքի արտադրող։ Կարևորը համ ունենալն է։ Շնորհակալություն Էվելինա Խանոյանին իր ոճի համար եւ շնորհակալություն Աթենքի թիմին, համի եւ պատասխանատվության համար, շնորհակալություն Վիենդեմ կոնյակին, ուժի համար, Armenia Wine-ին նրբության եւ ձեզ ելի հեռուստադիտողներ հավատարմության համար։ Կհանդիպենք շատ շուտով, մնացեք խաղաղ եւ եղեք բարով։ Բարի գիշեր բոլորին։ Միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կանոպել, արի մոտս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկորն անցավ, քո ճամփին եմ ես նայում, երեկորն անցավ, քո ճամփին եմ ես նայում